Ռուսաստանում Նիժնի Նովգորոդի օզոն առցանց վաճառքի խոշորագույն օբյեկտներից մեկի տանիքին հսկա տարրերով անգամ օդից ընթեռնելի գրություն է հայտնվել. «Մույնի Վայլդբերիս, պրալիտայցի, մենք Վայլդբերիսը չենք, շրջանցեք մեզ»։ Ռուսաստանի խոշորագույն մարքեթփլեյսի մրցակից ընկերության տանիքի գրության իսկությունը պաշտոնապես չի հաստատվել, բայց այն համացանցային մեմ է դարձել, պատերազմի նոր իրականության խորհրդանիշներից մեկը եւ ծանր քննադատության թեմա անգամ այն դեպքում, որ առցանց առևտրի ընկերությունը այդպիսով ենթադրաբար փորձել է ռազմական թիրախ չդառնալ։ Կիևը վերջին շաբաթներին ըստ ամենայնի փորձում է փոխել պատերազմի տրամաբանությունը։ Եթե պատերազմի առաջին տարիներին Ռուսաստանն էր հիմնականում հարվածում Ուկրաինայի էներգետիկ եւ քաղաքացիական ենթակառուցվածքներին, ապա այժմ Ուկրաինան ավելի հաճախ է թիրախավորում Ռուսաստանի տնտեսության օբյեկտները։ Այդ մարտավարության ամենավառ օրինակներից է Վայլդբերիսի պահեստներին շարունակվող հարվածները, օբյեկտներ, որոնց աշխատանքից կախված է միլիոնավոր մարդկանց առօրյան։ Կիևում կարծում են, որ նման հարվածները կարող են նաեւ փոխել հասարակական տրամադրությունը, չհասած պատվերներով, կորած ապրանքով, փակված փոքր բիզնեսով եւ անորոշ եկամտով։ Այս կերպ պատերազմի գինը կարող են սկսել զգալ նաեւ նրանք, ովքեր մինչեւ այժմ իրենց անմասն էին համարում։ Այս դժգոհությունը ուկրաինական կողմի հաշվարկով կարող է հասնել նաեւ ռուսական բիզնես էլիտաներին։ Վերջիններս դեռևս չեն արձագանքել, բայց այս ցանցի միջոցով առևտուր անող մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները տագնապած են։ Նրանց տուն պատերազմը արդեն մտել է։ Մատակարարները, որոնք ապառիկ էին ձեռք բերել ապրանքը, նշում են, ապրանքը արդեն չկա, պարտքերը մնացել են։ Так как они купили свой товар в кредит. Кредиты остались, а товара нет. Ձեռներեցները իրենք իրենց մաղթում են ուժ ու համբերություն, փաստելով, որ 30, 40, 50 միլիոն ռուբլի է վառվել։ Многие пишут, что я ною. Говорите, дорогие друзья, не хочу, чтобы вы оказались на моем месте, не хочу, чтобы у вас горели там 20, 30, 40, 50 миллионов. Հուլիսի կեսերից ուկրաինական ԱԹՍ-ների թիրախ է դարձել առցանց առևտրի հարթակի առնվազն 10 պահեստ։ Առաքման ցանցի ավելի քան 15%-ը դուրս է եկել շարքից։ Ընկերությունը հայտնել է, որ հարվածների հետևանքները զգացել են Վայլդբերիսի գործունեության հետ կապված 10 երկրներում, սակայն հենց պահեստներին հարվածները գրանցվել են Ռուսաստանի տարածքում։ Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Deutsche Welle-ին հայտնել էր, որ մարքեթփլեյսին հարվածելով Կիևը ոչ միայն ցանկանում է խաթարել ռազմաճակատի մատակարարումները, այլև վնաս հասցնել ընկերության վարկատուներին, որոնց թվում են Ռուսաստանի խոշորագույն բանկերը ՎՏԲ-ն, Ալֆա-բանկը, Սբերբանկը։ Будет нарастать вот этот кризис, связанный там с ударами по Վայլդբերիսն ու նրա մրցակից օզոնը մեծ դեր ունեն Ռուսաստանի տնտեսությունում։ Վայլդբերիսի նախորդ տարվա շրջանառությունը կազմել է ավելի քան 6 տրիլիոն ռուբլի եւ Պոդոլյակի խոսքով հարվածների հետևանքը կարող են լինել ռուսական բյուջեի զգալի կորուստները։ Վայլդբերիսն ու օզոնը վերահսկում են Ռուսաստանի առցանց առևտրի շուկայի մոտ 45%-ը։ Տարբեր գնահատականներով խոսքն ավելի քան 10 տրիլիոն ռուբլու շրջանառության մասին է, ինչը Ռուսաստանի ՀՆԱ-ի մոտ 5%-ն է։ Financial Times-ը գրում է, որ ռուսական ռազմական մեքենան էականորեն դանդաղել է անօդաչու սարքերի կիրառման պատճառով։ Վայլդբերիսի պահեստներին հասցվող հարվածները վաղուց արդեն միայն ռազմական նշանակություն չունեն, դրանք ուղղված են նաև պատերազմի տնտեսական գինը բարձրացնելուն։ Մարլենա Հովսեփյան, Ռադիոլուր։